Աղվեսը և գայլը, կիրգիզական հեքիաթ։ Մի անգամ աղվեսը պոչը տնկած ու լեզուն դուրս գցած դեսուդեն էր ընկել, որ ուտելու մի բան ճարի։ Մեկ էլ նայում է ու ինչ տեսնի։ Արահետին ոչխարի դմակի մի մեծ կտոր է ընկած։ Շատ է ուրախանում աղվեսը, բայց հենց ուզում է անուշ անի այդ համեղ պատառը, հանկարծ նկատում է, որ տակը թակարդ կա։ Բերանը լպստելով տխուր նստում է տեղում և սիրտ չի անում դմակին ձեռք տալ։ Հանկարծ կողքին հայտնվում է գայլը։ Քաղցր ձայնով աղվեսը նրան ասում է. «Թանկագին գայլ, մոտ արի, նայիր, դմակի կեսը կերել եմ, կեսն էլ քեզ համար եմ պահել։ Գիտես, ես կուշտ եմ, հիմա դու կեր»։ Գայլը շողոքորթին անմիջապես չի հավատում։ Ով իմանա, տակը գուցե թակարդ կա։ Դու մի վատ սովորություն ունես, այ գայլ, բարեկամներիդ չես հավատում։ Ես չէ որ մաքուր սրտով ուզում եմ քեզ հյուրասիրել, իսկ դու հրաժարվում ես, նեղացած ասում է աղվեսը և ձևացնում, թե ինքն է ուզում ուտել մնացած դմակը։ Վախենալով, որ աղվեսը իրեն բան չի թողնի, գայլը գլխապատառ հարձակվում է դմակի վրա։ Բայց դմակը մի կողմ է թռչում, ու թակարդը ամուր բռնում է գայլին։ Աղվեսը չի կարողանում թաքցնել իր ուրախությունը և սկսում է երգել. «Հիմարությամբ թակարդն ընկար, վերջդ եկել է արդեն, քիչ սպասիր, իմ բարեկամ, շուտով կաշիդ կքերթեմ»։ Աղվեսը վերցնում է դմակը ու փախչում, որ մենակ ուտի այդ համեղ պատառը։